Գիտենք, որ մամուլում եղել է հրապարակում, որ առաջիկա Կիրակի Փաշինյանը անձամբ կգլխավորի մայր տաճարի վրա հարձակումը, բայց այսօր ասաց, որ գնալու է Գառնի, այնտեղ է պատարագի մասնակցելու, այդուհանդերձ ասում են պետք է զգոն լինել, ինքը գուցե չգնա, բայց կփորձի խժդժություններ նորից իրականացնել մայր տաճարում։ Խնդրեմ մեծ մասով ձեր տեսակետը եւ այսօր կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ գիտեք թուրքական մեծ լսարան ունեցող երկու լրատվամիջոցներ գրել էին այն մասին, որ ով կլինի Հայաստանի հաջորդ կաթոլիկոսը, մի հարց, որը կորոշի ոչ թե Էջմիածնում, այլ Անկարայում կամ Ստամբուլում։ Այսօր Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի ներգրավվածությանը անդրադառնալու մասով ինքը ինչ-որ նորից պատմություն է գնում, պատմական ակնարկներ, ով չգիտի, որ տասնամյակներով կաթոլիկոսների թուրքական կայսրություններն են նաև որոշել, էլի Պապ Թագավորի ժամանակներն է գնում։ Խնդրեմ ես մասով ձեր տեսակետը եւ նաև ինչ եք առանձնացրել։ Շնորհակալություն, փաստորեն ես կարծում եմ, որ սա իմ այս տարվա վերջին հանդիպումն է մեր լսարանի հետ եւ ես հենց այս տարվա կտրվածքով առանձնացրել եմ մայր աթոռի վրա Փաշինյանի կողմից ասպատակությունը ոչ միայն տարվա, այլ նաև վերջին տասնամյակների, վերջին հարյուրամյակի ամենամեծ տագնապալից իրադարձություններ։ Փաստացի քրիստոնյաները այսօր աշխարհում, եթե ունեն պաշտպանության կարիք, դա Հայաստանում ապրող հայ մարդն է, հայ քրիստոնյան, որ այսօր պաշտպանության կարիք ունի Հայաստանը ղեկավարող թրքահպատակ իշխանությունից։ Այն, ինչ տեղի ունեցավ դեկտեմբերի 18-ին, դա մեր հայ քրիստոնյայի, հայ հասարակական գործչի, հայ քաղաքական գործիչների դիմադիր բոլոր հայության, Սփյուռքում ապրող ողջ հայության ամոթներ։ Մենք չենք կարողանում 10 միլիոնանոց հայությամբ չենք կարողանում վռնդել քրիստոնեության դեմ արշավ սկսած 200 հոգանոց խմբակին։ Մենք չենք կարողանում, փաստացի մեր քայլերը այսօր չեն բավարարում։ Հիմա գուցե ինձ լսողները ասեն, դե ինչ եկավ այդ իր մի քանի հոգանոց խմբի հետ եկավ ու գնաց։ Ոչ, այդ խումբը պարզապես իրավունք չպիտի ունենար մոտենալու մայր տաճարին, պղծելու մայր տաճարը։ Ամոթ կրթության մշակույթի նախարարին, որ մինչ օրս չի արձագանքել իր ենթականերից մեկի արարքին, ով պղծում էր մայր աթոռում շիրիմն ու դռները ու պատերը։ Խոսքը Դուրգարյանի մասին է, ամոթ կրթության նախարարին, նորից եմ ասում, այո, այս նվաստի մասին է խոսքը, դե հասկանալի է 2 կոպեկի համար սրանք իրենց ընտանիքն էլ կվաճառեն։ Ամոթ այս մարդկանց եւ ամոթ իրենց վերադասին Ժանա Անդրեասյան, ամոթ քեզ, որ մինչ օրս չես արձագանքել, թե ինչով էր զբաղված Սույն Արարածը մայր տաճարում։ Եվ դու չես արձագանքել, մենք էլ չենք պահանջել այդ արձագանքը։ Ես պարզապես այստեղից հիմա ասում եմ քեզ ամոթ, որովհետև արձագանքի համար պետք էր հաջորդ օրը հավաքվեր 1000 մարդ, գար քո դռան առաջ ու ասեր այս մարդիկ իրավունք չունեն մեր մշակույթի ոլորտում, ընդհանրապես մոտ կանգնելու, շնչելու մեր մշակույթը։ Սիրելի ժողովուրդ, մայր աթոռի վրա հարձակումը նորից ու նորից ասում եմ, գալիս է մեր թշնամական պետությունից, գալիս է Թուրքիայից, գալիս է Ադրբեջանից եւ նրանց հովանավորյալ այլ պետություններից, որոնք նաեւ հովանավորում են Նիկոլ Փաշինյանի գահակալությունը կառավարության աթոռին։ Որքան մենք փորձենք ասել, որ կգնա այս շաբաթ այս եկեղեցի, կգնա այստեղ, կգնա 10 տիրադավների հետ այստեղ այնտեղ, մենք կոնկրետ քայլեր չենք անում։
Նիկոլ Փաշինյանը ամեն օր խախտում է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Եկեղեցու վրա հարձակվելով Փաշինյանական իշխանությունն ու իր թայֆան խախտում են ՀՀ գլխավոր օրենքը։ Ունենք բազմաթիվ լուրջ իրավաբաններ, իրավապաշտպաններ, սահմանադրագետներ, որտեղ եք դուք։ Պիտի հիմա մեր դատարանները վխտար են հայցերով, որոնք այսօր Նիկոլ Փաշինյանը իրականացնում է Հայաստանի Հանրապետության, մեր ինքնության, մեր լինելիության դեմ։ Եվս 1 տարի գլորվեց, անարդյունք, ապարդյուն, փոխարենը հալածվեց մի ողջ ժողովուրդ։ Փոխարենը հալածվեց մեր բարոյականությունը, մեր բարոյահոգեբանական վիճակը, մայր աթոռը, մեր հավատքը։ Տեսեք, աշխարհի բազմաթիվ կետերից մենք տեսնում ենք, որ քրիստոնյաներին պաշտպանող մարդիկ հանդես են գալիս զեկույցներով, հանդես են գալիս տարբեր առիթներ բաց չեն թողնում պատե անպատե, իրենց աջակցությունն են հայտնում քրիստոնյաներին։ Շատ կարճ ուղղակի գիտեմ այս ռեպորտաժին ծանոթ եք, ընդամենը 1 րոպեի չափով։ Վարչապետի հակաեկեղեցական արշավի թեման թեժ է անգամ միջազգային հարթակներում։ Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է բրիտանական թելեգրաֆի եթերում հայր Բենեդիկտ Քիլլի հետ փոդքասթի ժամանակ նկատել է հայտնի լրագրող Թիմ Սթելին։ Նրանք ընդվզում են վարչապետի դերերը։ Կաթոլիկ քահանա հայր Բենեդիկտ Քիլլին միջազգային մեդիայում հաճախ է անդրադառնում քրիստոնյաների իրավունքներին։ Նրա հիմնադրած բարեգործական կազմակերպությունը աջակցում է մերձավոր արևելքի հալածվող քրիստոնյաներին, որպեսզի ստիպված չլինեն լքել հայրենի երկրները։ Հայաստանը կաթոլիկ հոգևորականի ուշադրության կենտրոնում հայտնվել է վարչապետի քայլերի ֆոնին։ Քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջին ընդունած երկրում Նիկոլ Փաշինյանի իշխանության օրերին 4 սրբազան է բանտարկվել, բազմաթիվ հոգևորականներ քրեական գործերով են անցնում։ Եվ կոչում են նաև Նիկոլ Փաշինյանի բռնապետ, համեցեք։ Դե իրերն իրենց անվանումներով են կոչում, որովհետև նրանք այստեղ պաշտոն եւ մեծ բիզնեսների չեն տիրապետում, ավելի անկաշկանդ են իրերն իրենց անվանումներով կոչելու։ Ես չեմ ասի բռնապետ, Հայաստանում խիստ բռնապետություն է, եթե այդ չափը լիներ, ասենք 5-ից 10 սանդղակ, ես կասեի Հայաստանը բռնապետության առումով 10-րդ սանդղակում է։ Իսկ այո, Թիմ Սթեմինը, ամերիկացի իրավապաշտպան, Շվեյցարիայում ապրող իրավապաշտպանը, այս օրերին մենք աշխարհի տարբեր անկյուններից լսում ենք, թե քրիստոնեությունն առաջին ընդունած երկրում քրիստոնյան այսօր ինչ հալածանքի է ենթարկվում։ Ես այո չեմ վախենում այդ բառը արտաբերելուց, որովհետև մեր քահանաներից մեկը, ով Տեր Վրթանեսը, ճիշտ եմ ասում, որ այդ սրտի նոպա ունեցավ, դա հալածանք էր հայ քրիստոնյայի հանդեպ։ Իհարկե ճիշտ է նկատել, որ եկեղեցու դեմ արշավը իր քայլարշավի հետ այսպես մտավ, այստեղ նստած է իմ աղջիկը, ով դեռ դպրոցական է, սովորում է դպրոցում, եւ ես հիշում եմ շատ լավ, թե ինքը ինչպես արտասվելով տուն եկավ ու ասաց, գիտես, որ հայ եկեղեցու պատմությունը դպրոցական դասագիրքը հանում են դպրոցից։ Մենք շատ լավ տեսել ենք, թե իրենք բարոյահոգեբանական ինչ ճնշման են ենթարկել եւ մեր երեխաներին, եւ մեզ, եւ մեր հասարակությանը, բայց սրա դեմ առնել է հարկավոր։ Ամեն անգամ արձանագրել, որ գիտեք, Նիկոլա հեսաս այստեղ է գնալու, այնտեղ է գնալու, Նիկոլը անում է այն, ինչ ուզում է, որովհետև Նիկոլի տերերը ժողովուրդն է ասում, ամենտեղ ասում են, տաքսիով գալիս է, ասում էր տաքսու վարորդը, Նիկոլի տերերը իրեն ասել են, եթե մինչև ընտրություններ եկեղեցու հարցերը, սահմանադրություն ամեն ինչ չփոխես, գահիցդ քեզ վայր են գցելու։ Արդիկ բոլորը շատ լավ այսօր ինտերնետի դար է, դարաշրջան է, լեզուներ գիտեն, թարգմանչական մեթոդներ գիտեն, կարդում են, ամբողջ ազգը նորահաբեկվեց, որ Էրդողանը ասում է Հայաստանի կաթողիկոսը սա պիտի լինի։ Էրդողանը արդեն 18 թվականից ասել է Հայաստանի ղեկավարը Նիկոլ Փաշինյանը պիտի լինի։ Այդ նորահաբեկվեցինք, նոր իմացանք, որ Էրդողանն է այստեղ ասողը։ Այս երկրի նայողը Էրդողանն է դարձել իր Ալիևի հետ։ Սրան էլ դրել են այստեղ կատարող։ Իսկ ինչ է, դա նորություն է։ Ոչ մեկի համար էլ նորություն չէ։ Եվ
զավեշտալին, երբ որ ես 1 ամիս առաջ վաղարշապատցիներին ասում էի՝ մի գնացեք, այդ սխալը մի արեք, մի գնացեք, մի ընտրեք, որովհետև արշավ է լինելու ձեր քաղաքի վրա, գնացին սիրուն 21% ձայն տվեցին այս թրքահապատակներին։ Հիմա դե վայելում եք, անցած օրը ձեր մարզպետով գալիս էր տեղ 10 կաներ էր անում ԿՊ-ական թիմի համար, ասում են, ես այնտեղ չեմ եղել, ասում են հարբած էր, ինքն էլ էր հարբած։ Դե կան յուրաքանչյուր հասարակության մեջ էլ կա այդ հարբեցող էլ կա, շնաբարո էլ կա, դուրս պրծուկ էլ կան։ Հիմա այդ հարբեցող, շնաբարո, դուրս պրծուկ տեսակը այդ օր այդտեղ էր, ինչ անենք։ Այդ օր այդտեղ էր, լցվել էր այդտեղ։ Լավ, բայց դրանք մենք տեսնում ենք, լավ, մի ամբողջ համակարգ ներբեռնել էր Փաշինյանը այդտեղ, որպեսզի տեսնում ենք, չէ՞ դրանց թվականակը, որպեսզի պղծեր մեր ինքնությունը։ Միթե չենք կարողանում աշխարհում սփռված 10 միլիոն հայությամբ ոչ ասել մեզ ամեն օր քայքայող, մեզ ամեն օր ստորացնող, ամեն օր նվաստացնող այս իշխանությանը։ Միթե չենք կարող, իհարկե կարող ենք։ Այդ կարող ձեռքերն էլ կան, այդ կարող մարդիկ էլ կան, մեզ համախմբողներ են պետք։ Այդ համախմբողներն էլ տեսնում ես քրեական գործ, շինծու գործ, կարեցին, կարկատեցին, դրեցին, տարան ձերբակալեցին։ Հայաստանում այսօր ռեկորդ է սահմանված քաղբանտարկյալների թվի, ռեկորդ։ Շինծու հետապնդվողների, շինծու գործերով հետապնդվողների ռեկորդ է սահմանված։ Մինչդեռ մենք բոլորս, նորից եմ ասում, մենք բոլորս անելիք ունենք։ Ես երեկ լսում էի ընդդիմադիր պատգամավորներին, այսպես հեզանքով, նազանքով խոսում էին, որ գիտես մի ամիտ տեսանք մեր քարտի վրա 3 միլիոններ նստած եւ այլն, շպրտեք իրենց։ Մի անգամ ուժ գտեք ձեր մեջ, շպրտեք այդ 3 միլիոնը իրենց։ Հանեք այդ 3 միլիոնը, ով ունի այդ տեղամասում 100 թոշակառու, տարեք թոշակառուներին նվեր տվեք, ձեզ հուշում եմ ինչ արեք։ Ու սևը բերեք սրանց, ասեք, ասում էր 10,000 դրամը որտեղ պիտի, 10,400 դրամը որտեղ պիտի ծախսի թոշակառուն, քեզ ինչ որտեղ պիտի ծախսի, որտեղ ուզեն այնտեղ էլ կծախսեն, այդ ինչ մի գումար է։ Ես ասում եմ, այս իրավիճակի համար ցավոք, 1000 անգամ ցավոք ես մեղադրում եմ խորհրդարանական ընդդիմությանը։ Իրենք նպաստեցին, որ մենք ունենանք այս իրավիճակը։ Ես երեք երբ լսում եմ այդ 3 միլիոնների մասին դրանց սեթև թանկով խոսելը, շպրտեք ձեր բանկային քարտերից դուրս։ Լավն եք, նորից եմ ասում, դες 100 անգամ ուղղություն եմ ցույց տվել, ասել եմ, գնացեք Ստրասբուրգի աստիճանների վրա, գործուղումների եք գնում, խոսեք մեր անհետ կորածներից, մեր գերիներից, նստեք այնտեղ ակցիա արեք, ես չեմ տեսել մի ակցիա Ստրասբուրգի աստիճանների վրա։ Եթե մեկը մի բան խոսում է, Մարիամ ջան, ես գիտեմ ես ինչ եմ ասում։ Օրինակ երեք Հայաստան դաշինք հայտարարեց, որ տրված պարգևավճարները տրամադրվելու է անապահով սոցիալապես խնդիրներ ունեցող։ Շատ լավ է, եթե հայտարարել է, շատ լավ է։ Մյուս դաշինքը ինչ է հայտարարել։ Շատ լավ է, եթե հայտարարել են։ Ես շատ լավ կուզենամ տեսնել նաև այդ անապահով ընտանիքներին տրվող այդ հատկացումը։ Կուզենամ, ունեն եւ լրատվամիջոցներ եւ ամեն ինչ։ Ես կուզենամ ասել, այ այսքան հազար ընտանիքի մենք այս նոր ինչ եմ սա ասում, որովհետեւ ես մարզերում լինում եմ։ Մենք ունենք այսօր սովից մեռնող հասարակություն։ Բարիս ուղիղ իմաստով ունենք սովից մեռնող հասարակություն, էլ չեմ խոսում բռնի տեղահանված արցախցիների մասին։ Գյուղերում այդ մարդիկ սովահար են այսօր ապրում։ Եվ հիմա մենք դնենք, ասենք, վայ գիտեք, մենք միամիտ տեսանք, որ այսքան դրամ, միլիոն դրամ նստած է մեր քարտի, դե կներեք էլի, որ միամիտ տեսակ։ Մարդը նամակագրում, սոցիալական բանի աջակցություն, բնականաբար ինչ որ աջակցություն ենք տալիս, երկրորդ նամակն է տալիս, երրորդ նամակն է տալիս, ի վերջո նախարար ես էլ անդադ բան եմ անում կամ օգնականներից կամ խորհրդականներից որի մեկին կամ նախարարին, նախարարը ուղարկում է տան ֆոտոները։ Ես մանր չեմ կարող հավատամ այդ բանին։ Տանը տեղ չկա։ Ասենք դու ինչ վիճակում հասկանում եք նորոգած չի, չես էլ կարող հասկանալ նորոգած չի։ Որտեղ մեջ այնքան ոչ մի արկղ ինչ-որ բան, չեմ ուզում ինչ-որ բան ասեմ, որ վիրավորական ենթատեքստ ունենա,
բայց նա մեզ շշմում ես, ասում ես, բայց ինչ կապ ունի այս տան այս վիճակը 5000 դրամ ավելի ունես, թե պակաս ունես, կամ ունես, թե չունես։ Խնդրեմ, ինչ է ասում։ Այս մոտավորապես 10 Իրականում շնորհակալ եմ, չգիտեմ ով էր այդ կադրերը նաև տեղադրել։ Շնորհակալություն Կորյունին ճիշտ տեղում ճիշտ կադրեր տեղադրելու համար։ Նիկոլ Փաշինյանը այդ արկղը գիտեք ինչի համար է այդ տանը, ձմռանը վառելու համար է։ Գիտեք ինչի համար է անպիտան շորը, հագուստը, ձմռանը վառարան լցնելու համար է։ Իր ասածը բառիս ուղիղ իմաստով աճպարարություն է։ Մեզ նկար ուղարկեցին մենք աճպարարություն։ Երկրի ղեկավարը զբաղված է աճպարարությամբ։ Դուք չգիտեք մարդիկ անպիտան իրերը ինչի համար են լցնում իրենց տուն, ձմռանը վառում են, լցնում են վառարան, տաքանում են։ Այդ դրա համար մի կտրվեք, ձեր ոտքերը հողից մի կտրեք, գնացեք գյուղեր, այդ ձեր հարազատ Իջևան գնացեք մանեկեք, մտեք գյուղացիների տներ, կտեսնեք ինչի համար են այդ անպիտան իրերը լցնում իրենց տներ։ Ես ինչի եմ սա ասում, որովհետև ես իմ գիտակցական կյանքում միշտ փորձել եմ լինել ծանոթ, անծանոթ գյուղացիների ընտանիքներում, այցելել մարդկանց, մտնել տներ։ Ես շատ եմ տեսել, այո, այդ իրենց ասած պատկերը, եթե իրենք չեն տեսել, ես տեսել եմ։ Նիկոլ Փաշինյան, դու տալիս ես 31000 դրամ թոշակ, միայն կոմունալը մարդու կազմում է 60000 դրամ, եթե մեկ սենյակ է ուզում տաքացնի։ Դու չգիտես ինչի համար են դրանք լցված իր տանը։ Մարդը գնում է դեսից դենից հավաքում բերում է, որ չոր լինի, անձրևի տակ չլինի, ձմռանը վառի ու ապրի, որ գոյատևի։ Ես ասում եմ, Հայաստանում այսօր կան սովից մեռնող մարդիկ։ Ու բավական է զբաղվեք կեղծ ինֆորմացիաներ, կեղծ թվեր հրապարակելով։ Այսօր լսում ես, ասում է Հայաստանում միջին աշխատավարձը 300 քանի հազար է, լավ եք դուք։ Ճիշտ եք ասում, ես անցած օրը Հարավ-Արևմտյան թաղամասում գիշերը ժամը 11-ին քայլում եմ փողոցով։ Մի կին ձեռնափայտով փողոց է մաքրում, արդեն 1 ամիս է տեսնում եմ, երևին, չգիտեմ, նոր է այդ կինը տարածքում թե ինչ, 1 ամիս ձեռնափայտով գիշեր ժամը 11-ին ավելը վերցնում, մի ձեռքը ձեռնափայտ, մյուսում ավելը փողոց է մաքրում։ Ինչքան ստանա այդ կինը։ 75000 դրամ։ Ես դες փաստերն եմ ասում։ Զանգարի Տիգրան Ավինյանին, եթե ինչ չես վստահում, ասա քո փողոցային մաքրուհիները ինչքան աշխատավարձ են ստանում։ Փողոցում, որ գիշերները դուրս են գալիս մարդիկ մաքրելու, ինչքան աշխատավարձ են ստանում։ Ընդհանրապես 25 թվականը իր բոլոր վայրիվերումներով հայ ժողովրդի համար աղետաբեր տարի էր։ Աղետաբեր էր բոլոր առումներով, արտաքին, ներքին, հալածանքների, քաղբանտարկյալների, բանտերի, ամեն ինչի առումով 25 թվականը աղետաբեր տարի էր, այս իշխանությունը եւս 1 տարի մեր գլխին կախված մնաց։ Ասում են, այսօր ճանապարհին լսում էի, որ ասում էր, տեսեք, ես ինչու եմ շնորհակալություն հայտնում Ալիևին։ Փաստորեն Նիկոլ Փաշինյանի Ալիևին շնորհակալություն հայտնելու պատճառը 3-ն էր։ Բենզին են բերել, հացահատիկ են բերել եւ մեր գնացքները Ադրբեջանով պիտի տեղաշարժվեն։ Ստեփանյան, որպեսզի ձեզ չընդհատեմ, մի բենզին, որի հետ կապված կան հստակ տվյալներ, թե ինչ հազարավոր դոլարների վնաս է հասցնելու վարորդներին, մեքենաները խափանվելու են, շարժիչներն են խափանվելու, փաստարկված, այսպես հավաքագրված են այս նյութերը, այս ինֆորմացիաները ադրբեջանցի, վրացի վարորդների բողոքների հիման վրա։ Դե նրանք, ովքեր կփորձեն այդ 60 դրամի համար գնալ օրինակ Խաչատուր Սուքյասյանի, ինչպես իրեն հասարակությունը գիտի Գրզոյի բենզալցակայաներից առնել այդ 60 դրամի համար, ինչ ուզում է թող պատահի։ Ես ինչու եմ սա ասում։ Դե տեսեք, այս գործում արդեն երկրորդ անգամն է Ադրբեջանից ներկրվող ապրանքների գործում շոշափվում է Սամվել Ալեքսանյանի անունը եւ այս բենզինի գործով նաև Խաչատուր Սուքյասյանի ընկերությունների ու Սամվել Ալեքսանյանի կնոջ իրենց հետ շահկապված ընկերության անունը չէ շոշափվում։ Ինչ է դուք մտածում եք, որ Սամվել Ալեքսանյանը կամ Խաչատուր Սուքյասյանը գնացին Բաքու, պայմանագիր կապեցին, բերեցին։
Այս մեկ օրվա ընթացքում արդեն այնքան բան եմ լսել մարդկանցից, մարդիկ ճիշտ են ասում գուցե եւ ասում են մինչեւ Նիկոլ Փաշինյանը փայ չունենա, մտածում եք թույլ կտա որ որևէ մեկը բերի, այստեղ ավելի շատ փայ ունի Նիկոլը այդ բենզինից, ցորենից, այդ փողային առումով, քան թե օրինակ Գրզոն կամ Սամվել Ալեքսանյանը։ Իրենք ավելի թե չէ այդ ոնց եղավ էլի իրանք գնացին, ինքը պայմանավորվում, ինքը ֆիքսում, ինքը ասում է գնացեք, առանց Նիկոլ Փաշինյանի իմացությամբ, իր դաբրոյով սրանք սկի ջուր չեն խմում։ Հիմա դուք ասում եք ավտոներին վնաս կտա, սրան վնաս կտա։ Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը պիտի ասի, գիտեք, 1 լիտր բենզինը ես բերել եմ մեր տղերքի 1 լիտր արյան դիմաց, էլի իրենք բերելու էին։ Ասել պիտի գնաք բերեք, էլի իրենք գնալու էին ու բերեին։ Որևէ մեկը չէր ասի, վայ ոնց, շեֆ ջան, ոնց կլինի տենց։ Չեն ասի։ Որովհետև եթե ուզում ենք, որ իրենք ասեն չենք բերի, ուրեմն պիտի բոյկոտենք։ Ռասիա մոլը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Մի մտեք այդտեղ։ Մի մտեք, այդտեղից առևտուր մի արեք, Հայաստանում լիքը մոլեր կան, գնացեք արեք։ Հայ էկոնոմ բանկը պատկանում է Խաչատուր Սուքիասյանին։ Ձեր բոլոր ավանդները հանեք, ձեր բոլոր գործողությունները հանեք այդ բանկից, տեսնեմ կաշխատի այդ բանկը։ Գնում ես մեկը այսօր ինձ ասում է 10,000 դրամ կանխիկացրել եմ, 1500 դրամ Հայ էկոնոմ բանկը պահել է։ Լավ են անում ու քիչ են անում։ Պիտի 12,000 պահեին 10,000 դրամից։ Չեք ուզում, ուրեմն մի գնացեք, մի մտեք, մի հարստացրեք իրենց։ Սիթիներում հիմա տեղ ու դադար չկա, մի մտեք ու մի հարստացրեք։ Չեք ուզում, մի արեք, միայն բենզինով չի պայմանավորված ամեն ինչ։ Այդ մարդիկ, եթե Նիկոլ Փաշինյանը հրահանգի ասի, պիտի տանեք ձեր սիթիները մենակ ադրբեջանական ապրանք լինի, հավատացեք, հաջորդ օրը ամեն ինչ հանվելու է, այնտեղ լսվելու է ադրբեջանական ապրանք կամ մոլերում մենակ ադրբեջանական լաթու եսի ինչ։ Դա է լինելու Ռասիա մոլում, դա է վաճառվելու, թուրքական ու ադրբեջանական ուրիշ ոչ մի բան չի լինելու։ Մենք այսպես դրել ասում ենք, մյուս տարի ինչ է լինելու։ Մյուս տարի կասի, գիտեք, պամիդորը բերելու եմ 20 դրամ էժան, վարունգը այսքան, գյուղերը դա ատարկելով, գյուղացիներին սովի մատնելով գալու է, երկիրը հայաթափելու է։ Մենք այսօր թողնում ենք, որ սրանք անեն այն, ինչ անում են։ Մի ամբողջ պատերազմ տանուլ տված իշխանություն որոշեց հանձնաժողով ստեղծել։ Ես հումանիտար խնդիրներին եմ ուզում անդրադառնալ։ Անդրանիկ Քոչարյան, քեզ եմ ուզում անդրադառնալ։ Ով ես դու, որ որոշում կայացնեք, որ պետք է հազարավոր տղաների արյան գնով ստեղծված այդ հանձնաժողովը դու տանես ու թաղես։ Դու շատ բան կարող ես թաղել, ինչը քեզ է պատկանում, բայց սա դու չես կարող թաղել։ Սա մեր տղերքի կյանքին էր վերաբերվում, մեր ընտանիքների ապրելուն էր վերաբերվում, ով եք դուք, որ տանեք թաղեք։ Նշանակում է դուք 4 տարի ոչինչ չեք արել, ոչինչ չեք ստեղծել այդ հանձնաժողովով, որևէ կարևորություն չկար, դուք թաղեցիք այդ հանձնաժողովը, փոխարենը իմ հարկերից, իմ ընտանիքի անդամների բոլորի, մեր հասարակության հարկերի հաշվին, որպեսզի դուք լափեք միլիոնավոր դրամներ ու դոլարներ։ Այսօր պիտի, այս աղքատ, մի բան է Ալիևը ճիշտ ասել, երեք ասել էր այդ աղքատ երկիրը ով է որ, Նիկոլ Փաշինյան շնորհակալություն հայտնի, քո ղեկավարած երկրին է ասում քո արևանպետությունը, որ դու աղքատ երկիր ես, արձագանքի մի շնորհակալություն էլ Երևանից փոխանցի այնտեղ։ Տրաֆարետ գրի գնա կանգնի, ասա շնորհակալություն եմ հայտնում քեզ։ Քեզ ասում են դու աղքատ երկիր ես։ Աղքատ երկրում ինչպես կարող է պատգամավորը, որ գալիս, ես չեմ տեսնում իրենց օգտակար գործողության գործակից այդ աշխատանքի, չեմ տեսել։ Միակ բանը պիտի լիներ այդ հանձնաժողովի ողջ հավաքած նյութերի վրա լույս սփռումը, մենք դա էլ չտեսանք։ Մենք դա էլ չտեսանք։ Մենք դա էլ չտեսանք, դրա համար երբ տեսանք մի 10,000 ծառայած տղաներ կամ ընտանիքներ գային լծվեին ազգային ժողով, ասեին, «Էս ինչ եք անում»։ Մենք երբ տեսանք դա։
Երբ որ պետք է լինում մեր քաղաքական ուժերը հավաքում են մարդկանց, ամեն մեկը հավաքել գնար, չէ՞ որ դա հումանիտար հարց է։ Հումանիտար հարցը գերիների հարցը էս մի տարին է սենց ճոլորեցին գնաց, ոլորեցին գնաց, որտեղ ենք տեսել, որ մենք մարդիկ ասում են արտաշիրիմում ենք պահանջում։ Ես վերջին ակցիայից հետո եմ իմացել, երբ որ անհետ կորածների հետ ակցիա եմ իրականացրել։ Մարդիկ Արցախից վերջին պատերազմի օրերին 23 թվականի սեպտեմբերի 19-ից հետո մոտ 60 ընտանիք թաղել է, հուղարկավորել է իր մեկը ամուսնուն, մեկը որդուն, մեկը զավակին, մեկը եղբորը, մեկը չգիտես, հուղարկավորել են առանց շիրմաքար դնելու, հույսով, որ իրենք այդտեղ են լինելու կամ հետ են բերելու։ Փաշինյան Նիկոլին նամակ են գրում, ասում է գնացեք ԱԱԾ-ին նամակ են գրում, ասում է ԱԱԾ տնօրենը նոր նշանակված, ասում է ես չեմ կարող ընդունել, նամակ են ուղարկել, որ զբաղվածության պատճառով չի կարող այդ ընտանիքներին ընդունել։ Ես հասկանում եմ այդ զբաղվածությունը, այս երկրում բոլոր առումներով ենք մենք, բոլոր առումներով նմանը չունենք։ ԱԱԾ անվտանգության աշխատողները ինչով են զբաղված, գնան այդ քահանային ասեն, որ դու պիտի կաթողիկոսի անունը չտաս։ Նիկոլ Փաշինյանն էլ ասում է, ես եմ ասել, որովհետև կաթողիկոսը մեր երկրի անվտանգության սպառնալիքն է։ Հիմա ես եմ ասում, դուք ձեր թայֆով մեր երկրի անվտանգության թիվ 1 սպառնալիքն եք։ Թիվ 1 սպառնալիքն եք, որովհետև մենք այսօր մեր երկրում ունենք օկուպացված տարածքներ Ադրբեջանի կողմից եւ դուք քայլ չեք ձեռնարկում։ Դուք 120,000 արցախցու թողեցիք անտուն, բերեցիք, լցրեցիք Հայաստան ու ոչինչ չեք ձեռնարկում այդ մարդկանց մասով։ Միլիոնավոր դոլարներ Եվրոպայից, Միացյալ Նահանգներից, մյուս երկրներից օգնություն եկավ։ Ամեն տարի դուք Արցախին միջպետական վարկ էիք տրամադրում, ոչ այդ վարկի գումարները կան, ոչ այդ մարդկանց օգնության գումար, բերել եք այստեղ սովիետ մատնել եք այդ մարդկանց։ Ու հիմա դուք ասում եք, թե ով է այս երկրում թիվ 1 սպառնալիքը, այս երկրում ձեզանից ավելի մեծ սպառնալիք մեզ համար գոնե չկա, դուք բոլոր առումներով եք սպառնալիք, եւ բարոյահոգեբանական, եւ ֆիզիկական, եւ բոլոր ձևերով դուք այս երկրի սպառնալիքն եք։ Ադրբեջանցիները ֆիլմ են նկարահանվել Վարդանյանի մասին եւ այնտեղ նաեւ Սամվել Բաբայանի Խզմալյանը նմանների խոսքեր են ներկայացրել։ Խնդրեմ ինչու եք ասել Սույն Անզան, Սամվել Բաբան մի մարդ, որը դեռ պիտի պատասխան տա այդ ոնց ասում էին ամենամեծ գլխագինն են ադրբեջանցիները առաջի պատերազմից հետո իր համար սահմանել։ Կամրջով ասում է եկա ձեռքերն սեղմեցի, եկա անցա։ Եթե անկեղծ ես այդ ֆիլմը չեմ դիտել եւ չեմ պատրաստվում դիտել, որովհետեւ դա իմ ներաշխարի վրա վատ անդրադարձ կունենա, լսել եմ այդ ֆիլմի մասին, ձեզանից լսեցի, որ խոսել է նաեւ Սամվել Բաբայանը, Տիգրան Խզմալյանը, չգիտեմ ինչ իրավիճակում եւ ինչ պարագայում են խոսել, բայց այո, միևնույն է, այդ հարցը մնում է օդում կախված, ինչպես եղավ, որ օրինակ Սամվել Բաբայանը ձեռքերը գրպանը դրած եկավ այդ անցակետով հասավ Հայաստան, լավ է որ հասել է, շատ լավ կլիներ որ մեր բոլոր տղաները գային հասնեին եւ ինչպես եղավ որ մեր մյուս տղաները հայտնվեցին օրինակ Բաքվի բանտում, ինչպես եղավ էլի օրինակ, չէ, օրինակ Վագիվ Խաչատրյանը չէ շատ հիմա էլ ասում են առողջական խնդիրները ծանրացել սրացել են, ինչպես եղավ Ով էր այդ մարդը, չէ, ոչ հանցագործ էր, ոչ ահաբեկի չէր, Արցախում ապրած մեծացած հայ էր, որ եկել էր գար այստեղ։ Դե հիմա ադրբեջանցիները այդ ոնց եղավ, Սամվել Բաբայանին բաց թողեցին վարորդին տարան, հա? Այդ ոնց եղավ։ Ես մի բան գիտեմ, որ կա, ենթադրում եմ, որ այդպես է, որ կա Ալիև, Փաշինյան, Էրդողան կոնկրետ պայմանավորվածություն։ Նույնիսկ այդ մուտքի հարցում ես ենթադրում եմ, որ կոնկրետ պայմանավորվածություն պիտի եղած լիներ, այլապես որոշները ուղղակի այստեղ չէին հասնի, որոշները Բաքվի բանտերում չէին հայտնվի։ Տեսեք Նիկոլ Փաշինյանը հիմա ինչ է ասում։ Ասում է խաղաղություն կա, ես այդ խաղաղությունը չեմ տեսնում։ Ես չգիտեմ, ակնոցել ունեմ դրված, ես այդ խաղաղությունը չեմ տեսնում։ Որն է այդ խաղաղությունը, որ ամեն օր Ալիևը մեզ սպառնում է արևմտյան Ադրբեջանով,
Ամեն օր Ալիևը մեզ սպառնում է 500,000 ադրբեջանցիների Հայաստան բերելով, ամեն օր Ալիևը մեզ սպառնում է, որ այս կանի մեզ սահմանադրություն պիտի փոխեք, դուք այս պիտի անեք, դուք վաղը կարող է Ալիևը ասի, գիտեք, դուք պիտի չշնչեք, Նիկոլ Փաշինյանը կարող է ասել, ես ասել եմ չշնչեք, որովհետև խաղաղություն է, կարող է ասել, երեք տեղեկություն տարածվեց, որ կրակել են, չէ, դիրքերի վրա, բայց Նիկոլ Փաշինյանը կարող ասի, ինչ կրակոց, ես ասել եմ խաղաղություն է, եթե կրակել են, դուք չեք տեսել, վերջ, այս սա է, սրանք կարող են ամեն ինչ ասել, որ չի եղել, որովհետև կարող են ասել, եթե եղել է, ուրեմն դուք չեք տեսել, չեք լսել դրա մասին, որովհետև մենք ասում ենք, որ խաղաղություն է։ Հիմա Ադրբեջանը կարող է շատ ֆիլմեր նկարել, ես չգիտեմ ինչպես է Սամվել Բաբայանի կամ Խզմալյանի հարցազրույցը հայտնվել այդ ֆիլմում, դուք չգիտեմ ինչպես է հայտնվել, դե ասացի, չէ, օրինակ կարող էր Սամվել Բաբայանը չհայտնվեր Հայաստանում, նրա վարորդը գար Հայաստան։ Գուցե այդ բովանդակության համար ամեն մեկն էլ իր չափաբաժին շահն է ունեցել, չեմ կարող ասել, բայց ամոթ այն հային, ով այսօր կարող է իր կեղտոտ բերանը բացել Բաքվում գտնվող մեր հայրենակիցների մասով։ Այնտեղ մենք ունենք Գոր Սուջյանը, Վագիֆը, Վիգենը, տղաներ ունենք, որոնք եւ հայրենասեր էին, ոչ մեկից պակաս հայրենասեր չէին, նույնիսկ հանգամանքների բերումով հայտնվեցին բռնապետական Ալիևի բանտում։ Ես կարծում եմ, որ մենք անելիք ունենք։ Վաղարշապատում ասում էի՝ մի սխալվեք։ Հիմա էլ եմ ասում, մինչև հունիս ամիս թույլ մի տվեք, որ այս իշխանությունը ձեզ խաբի։ Սիրելի թոշակառուներ, կես միլիոնից ավել, մոտ 600,000 թոշակառուներ ունենք։ Հիմնականում Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը դուք եք։ Ցավոք դուք եք, դուք, որոնց Նիկոլ Փաշինյանը սովի է մատնել։ Քանի տարի դուք պետք է թոշակ ստանաք, որ Փաշինյանական օրինակ Խաչատուր Սուքիասյանի կամ ինչ է այդ Քոչարյան Անդրանիկի մեկ ամսվա պարգևավճարի չափ դուք թոշակ ստանաք։ Ես չեմ կարծում, նույնիսկ այդքան ապրելն է դժվար, որ դուք այդ մեկ ամսվա պարգևավճարի չափ թոշակ ստանաք։ Դուք եք Նիկոլ Փաշինյանին կենթանություն տալիս։ Հիմա դիմում եմ ձեզ։ 26 թվականին դուք չպետք է սատարեք այս իշխանությանը, եթե ուզում եք ձեր կյանքը մի քանի տարով գոնե երկարի, որովհետև գնային այս թանկացումների պայմաններում, կոմունալ այս մեծ վարձավճարների պայմաններում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 600,000 թոշակառուի այսօր ուղիղ բառիս իմաստով սովի է մատնում, եթե չլինի նրանց զավակների, արտերկրում ապրող բարեկամների թեթև աջակցությունն ու օգնությունը։ Բոլորին սովի է մատնում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անհետ կորածների հարյուրավոր ընտանիքների այսօր բարոյահոգեբանական խոշտանգման է ենթարկում օրը 24 ժամ։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խոշտանգման է ենթարկում մեր հազարավոր տղաների ընտանիքներին, որոնք գնացին հայրենիքը պաշտպանելու ու չվերադարձան։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն օր խոշտանգման է ենթարկում ճիշտ խոսացողին, ամեն հայի, ով փորձում է ճշմարտությունը ջրի երես հանել։ Ամեն օր բարոյական, ֆիզիկական, հոգեբանական խոշտանգման է ենթարկում։ Մենք դա տեսանք 25 թվականին եւ թույլ մի տվեք, որ դա կրկնվի 26 թվականին։ Մենք կարող ենք համախմբվել եւ այս իշխանությանը ասել գնա այնտեղ, որտեղից եկել ես։ Խոսքս Գյումրիի մասին չէ։ Իրենք լավ գիտեն, իրենք որտեղից են եկել։ Տեսեք Ռուբեն Ռուբինյանը ասում էր, ես սովորել եմ այնտեղ եւ պարզվեց, որ իրենք անգամ չգիտեն, որ գիտական աշխատանքով զբաղվելը դա եւս սովորել է Թուրքիայում, ինքը նաեւ
կրթություն է ստացել կամ գիտական աշխատանքով է զբաղվել կամ սովորել է։ Սրանց մեծ մասը այդ երկրներից եկած, դե սկզբից շատ էին ասում, չէ, ագենտներ են, օրինակ Արարատ Միրզոյանի պահով ինչ եղավ։ ԱԱԾ-ն ինչ բացահայտեցի վերջո, մեր արտգործնախարարը ագենտ է, ագենտ չէ, ինչ եղավ այդ հարցը։ Եվ ընդհանրապես, ովքեր են այս իշխանությունը, ովքեր են այս իշխանության հետևում կանգնածները։ Մենք, մեր ազգը, ես մտածում եմ, որ մեծ հաշվով պետք է փորձի ուղղել իր մեջքը, մեզ, այո, այս իշխանությունը փորձեց բոլոր առումներով նվաստացնել։ Տեսեք, այդ բենզինի պահը խոսվում է, հացահատիկի պահը խոսվում է, մենք թուրքական ու ադրբեջանական արդեն միրգ բանջարեղեն ու հագուստ ենք այստեղ սպառում։ Մենք ամեն օր մեր մաշկի վրա զգում ենք, թե մեր վաղվա օրը որտեղ է լինելու։ Մեր վաղվա օրը լինելու է այն, որ ասում էի, այդ ամերիկացի իրավապաշտպան, Շվեյցարիայում ապրող իրավապաշտպանը ահագնացող մի բան էր ասել էր Հայաստանում կլինի, Երևանում կլինի ընդամենը հայկական թաղամաս։ Մենք այսպիսի բաներին փորձում ենք ուշադիր չլինել, բայց բոլոր փաշինյանական իշխանության գործողությունները տանում են դրան, որ Երևանում կլինի հայկական թաղամաս, եթե մենք չուղենք մեր մեջքը, մենք չասենք մեր խոսքը եւ մենք այս 200 հոգանոց թայֆային չուղարկենք այնտեղ, որտեղից իրենց գործուղել են մեր երկիր։ Այնպես որ թող չխոսեն ագենտներից, չխոսեն այս կամ այն երկրի, չգիտեմ ինչից, իրենք թող խոսեն իրենցից, իրենց մասին գիտեն բոլորը, իրենց մասին խոսում է ժողովուրդը եւ ժողովուրդը, ինչպես ասում էր Նիկոլ Փաշինյանը, գիտի ինչ է ասում։ Եվ ժողովուրդը շատ լավ գիտի դուք ով եք, ով է ձեզ գործուղել եւ նորից եմ ասում, մեր ամենակարևոր քայլը այս օրերին պետք է լինի ամենակարևոր քայլը մեծ ու փոքրով կանգնել մեր ինքնության կողքը։ Սա կաթողիկոսի դեմ պայքար չէ, սա մեր եկեղեցու մեզ ոչնչացնելու դեմ պայքար է։ Ահավասիկ ազգ թերթը տպագրել էր թուրքական մի շարք լրատվամիջոցների հայկական հրապարակում, թե ում է ուզում տեսնել Էրդողանը մեզ կաթողիկոս։ Մենք չպետք է թույլ տանք, մենք եռաբլուր ունենք եւ այդ տղերքի արված գործի պարտք ունենք։ Մենք չենք կարող այսպես նստել ու տեսնել, թե Նիկոլ Փաշինյանը որքան շուտ իրականացնի եկեղեցու դեմ իր արշավի ավարտը, այնքան երկար կլինի Նիկոլ Փաշինյանի իշխանավարումը։ Տեսեք, օրինակ այդ Թալինի քաղաքապետի մասով ասում են, թե մարզպետի պաշտոն է խոստացել։ Երիտասարդ տղա, ամոթ քեզ, որ մարզպետի պաշտոնի համար քեզ խաբելու է։ Քեզ խաբելու է, որովհետև արդեն Գյումրիում ասում են ուժային կառույցից է մարզպետ տանելու։ Ամոթ քեզ, որ մի level բարձր պաշտոնի համար դու ասպատակում ես մեր ինքնության դեմ։ 1000 ամոթ քեզ։ Նայի ովքեր են եղել, դուք ովքեր եք եղել եւ դու այսօր ինչ ես անում։ Ամոթ քեզ, ինչ ասեմ։ Ամոթ բոլոր նրանց, ովքեր գնում են։ Վախեցեք Աստծո դատաստանից։ Եվ մենք որքան որ այսպես ասենք, նա արեց, Փաշինյանը կանի, քանի դեռ Սփյուռքում ունի 10 հետևորդ, Հայաստանում ունի լծակներով եւ այլն մի 200 հոգի, քանի ունի, կանի։ Երբ որ չունենա, չի անի։ Այդ դեսպաներ ենք նշանակել արտերկրում, որ Սփյուռքի հայերին են այսպես, դու սև ես, դու սպիտակ, դու չես կարող մտնել այս հանդիպման, դու կարող ես։ Ես մի լավ ընկեր ունեմ, Ֆրանսիայում է ապրում, մեր շատ հայրենասեր հայ, մեր ժողովրդին միշտ ձեռք մեկնած,
Քանի անգամ փորձել է գնալ այդ հանդիպումներ, նույնիսկ երկրից երկիր է տեղափոխվել, որ գնա մասնակցի մի հանդիպման ու ճշմարտությունը ճպցնի սրանց ճակատին, ուղակի դռները փակել են իր առաջ։ Նույնն էլ եկեղեցի են հիմա փորձում է 26 թվականը ես վստահ եմ, որ լինելու է եւ մաղթում եմ իմ ազգին, որ պիտի լինի առանց Նիկոլ Հայաստան։ Շնորհակալություն։